Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ հասարակությունը չի ընդունում խաղաղություն ապահովելու Կոնգրես ՀԺԿ դաշինքի տեսլականը։ Խաղաղությունը չեն նուրում, խաղաղությունը նվաճում է։ Սննդի անվտանգության պետական ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի պնդումներին հակառակ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության աշխատակիցները շուկայում այսօր կիլոգրամը 1200 դրամով գնել են ադրբեջանական մակնշմամբ խնձոր։ Կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Պիպոյանը հենց շուկայում կոչով դիմել է պետական մարմիններին։ Հենց հիմա թող հավաքեն եւ փորձակնություն անեն, ողջելու թե այդ խնձորը ադրբեջանական խնձորն է, թե ոչ։ Եթե այդ աշխատանքները հրատապ չիրականացվեց, ուրեմն պետական մակարդակով տեղի է ունենում հանցագործություն։ Թեև ժամկետային զինծառայող Ռուդիկ Գրիգորյանը որևէ բողոք չունի լեյտենանտ Արամ Աղայանի դեմ, սակայն վերջինս դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման, թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար։ Գործով տուժողի հայրը Վելիխան Գրիգորյանը նշել է. Աղայան Արամը, եթե նույնիսկ ել եմ ասում, չակերտավոր, եթե ինչ-որ մի բան է տեղի ունեցել, ինք այդ մարդը չի, որ զինվործեցի։ Արարատյան հայրապետական թեմի կանակրթության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում 4-ից 7 եւ 8-ից 14 տարեկան երեխաների համար։ Կենտրոնի խորհրդատու Տեր-Տաճատ Ավագ Քահանա Դավիթյանի խոսքով դասընթացների նպատակը երեխաների հոգեվոր աճի զարգացումն է։ Թերահասներին մեջ անգեղծություն մկա, ինչ որ չափահասներին մեջ չի գա։ 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը չի թաքցնում, որ նվաճված ամեն մի նոր մեդալը նոր լիցքեր է հաղորդում իրեն։ 32-ամյա մարմնամարզիկը շատ է կարևորում այդ հանգամանքը, քանի որ հեռուն գնացող ծրագրեր ունի։ Պետք է այս 4 տարին էլ մարզվեմ, որ օլիմպիական խաղերին իրավունք ստանամ մասնակցելու։ Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Այդ մասին հաղորդելով Հայաստանի ԱԳՆ-ն հավելում է, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով։ Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո մոտ 4 տարի Տամբով քաղաքի քրեակատողական հիմնարկում պատիժը կրող հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար Հայաստանը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին։ Խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու, ավելի քան 153 միլիոն դրամի մասին է։ Այդ մասին հաղորդում է Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը Վիկտոր Մարտիրոսյանը։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը 2017 թվականի մամուլի ազատության ինդեքսը։ Հայաստանն այս տարվա զեկույցում 180 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը, 5 հորիզոնականով վատ թարացնելով իր դիրքը։ 2016 թվականի ինդեքսում Հայաստանը 74-րդ հորիզոնականում էր։ Օրվա լրահոսը։ Սահմանադրական դատարանը մերժեց Կոնգրես ՀԺԿ դաշինքին ներկայացնելու համար լրացուցիչ նյութեր իրենց դիմումը ամբողջական դարձնելու համար։ Արդեն դա դարձել է մի տեսակ ձեռագիր։ Գործերը հանձնելու ժամանակ հետո գալիս եք ասում եք թե նյութեր ենք մոռացել կբերենք։ Դաշինքը պահանջում է անվավերջանաչել ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, հայց որ կողմը ավարտել է իր հիմնավորումների ներկայացնելը։ Պատասխանող կողմը, մասնավորապես գլխավոր դատախազության ներկայացուցիչը, հարցեր ուներ ուղղված կոնկրետ Հայազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Նա նշեց, որ պարոն Զուրաբյանը հեռախոսազրույցով գլխավոր դատախազին հայտնել է, որ փաստեր են հավաքել ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել փաստերը հավաքելուց հետո պատշաճ դատավարական ընթացակարգով հանցագործության մասին ներկայացնել հաղորդում։ Սակայն մինչ օրս մենք պարոն Զուրաբյանից հանցագործության մասին հաղորդում չենք ստացել։ Պատճառը այն անվստահությունն է, որ մենք ունենք ձեր ամբողջ
համակարգի նկատմամբ։ Այս պատասխանից հետո Կարեն Բիշարյանը փորձեց իր կարծիքը հայտնել, սակայն Սահմանադրական դատարանի նախագահը զգուշացրեց, ոչ թե նկատառումներ պետք է հայտնել, այլ միայն հարցեր տալ։ Դատախազության ներկայացուցիչը սակայն շարունակեց նույն կերպ, անգամ սկսեց միջամտել Լևոն Զուրաբյանին, երբ նա պատասխանում էր հարցերին։ Ես չեմ կարծում, որ դատախազությունը պետք է գործեր բացառապես մեր դիմումների հիման վրա։ Դու ձեր անգործությունը թույլ տվեք կներեք, թույլ տվեք պատասխանել ավարտեմ։ Հստակեցրեք հարցը։ Ինչ հարց եք ուզում պարզել։ Տվեք հարցը եւ առանց մեկնաբանությունների սպասեք պատասխանը։ Հարցոպատասխանից հետո պատասխանող կողմ հանդիսացող գլխավոր դատախազությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրին իրենց հիմնավորումները։ Տիգրան Մուկուչյանը մասնավորապես հայտարարեց, որ կոնգրեսը ԺԿ-դաշինքի դիմումը հիմնազուրկ է եւ կան շատ սխալներ։ Դիմումի քննությունը կշարունակվի վաղը։ Վերաքննիչ քրեական դատանը բավարարեց Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը։ Գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնելու մեղադրյալ Կարո Հակոբի Եղնուկյանի իրավունքների եւ ազատությունների սույն որոշման բարձրացնելուց խախտումը։ Դատանը գտավ, որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը պետք է բեկանվի, որով մերժվել էր պաշտպանական կողմի բողոքը։ Կարո Եղնուկյանը դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի խափանման միջոցը վերացվի կամ փոխվի այլ խափանման միջոցով։ Գլխավոր դատախազը չէր քննել այդ միջնորդությունը, այն մակագրել էր հսկող դատախազին։ Հսկող դատախազն էլ գտել էր, որ բողոքը քննելու կարիք չկա, քանի որ նմանատիպ բողոք ներկայացրել էին 8 ամիս առաջ։ Այսօր դատանը հրապարակեց որոշման միայն եզրափակիչ մասը։ Ստանալուց հետո փաստաբանը կհասկանա, արդյոք դատարանն անդրադարձել է նաև իրենց միջնորդության հիմնավորումներին։ Ըստ էության մենք բողոքարկում ենք, որ դատախազը չի քննել մեր միջնորդությունը, բայց դատարան իրավունք ուներ իհարկե նաև հիմքերին էլ անդրադառնալ եւ գտնել, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, եթե այդպես է, այդ դեպքում բնականաբար Եղնուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվի։ Դատական նիստին Կարո Եղնուկյանը հրաժարվել էր մասնակցել, համոզված, որ բողոքը մերժվելու էր։ Դատարանի այսօրվա որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։ Արենի ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող քարանձավները տալ վարձակալությամբ, թե այն թողնել գերազանցապես գիտական աշխատանքի համար։ Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի մոտեցում կունենա, օգտագործողը, ինչ ծրագիր գրի, կա գրված ծրագիր եւ կա իրական կյանք։ Մշակույթի նախարարությունը Արենի 5 քարանձավներում օգտագործողներ գրավելու համար ներդրող գտնելու մրցույթ է հայտարարել։ Այսօր արդեն այդ քարանձավները ծառայում են զբոսաշրջությանը։ Կա նաեւ որոշակի դրամաշրջանառություն, կան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսքեր եւ այս ամենը անհրաժեշտ է կանոնակարգել։ Արենիի պեղումների արշավախմբի ղեկավարը կարծում է, պետության առաջարկած ծրագրով քարայրի պատշաճ պահպանությունը հարցականի տակ է դրվում։ Պատկերացրեք, որ այստեղ մասսայաբար մարդիկ կանգնած լինեն, նախ կանգնած են հնագիտական շերտի վրա, կամ սխալվեն, ոտքը դնեն այս քարը գլորվի ջարդվի։ Արենիում երկար տարիներ հնագիտական աշխատանքներ կատարող հնագետի ու գործընկերների ջանքերով 2010 թվականին թռչուններ քարայրում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ Ապագայում հնագետների թիմը պեղելու է թռչուններ քարանձավի տարածքի այլ հատվածներ եւս, բայց դա գուցե հնարավոր չլինի նոր տիրոջի հայտ գալու պարագայում։ Հնձանը գնում է մինչև քարայրի այս պատը։ Եթե մենք պեղենք պատկերացրեք ամբողջ հնձանը, նորից կկտրենք, հասանելիությունը դեպի քարայրի այն կողմ, արդյոք մենք օգտագործողի հետ կարող ենք այդտեղ հարմոնիա գտնել, լեզու գտնել իրար հետ, չեմ կարծում։ Մինչ Արենիի քարայրները վարձակալության տալը պետությանը չի հետաքրքրել այստեղի վիճակը, գտածոները պահպանելու համար արշավախումբը գումարներ է գտել արտերկրից եւ աշխատանքների 90%-ը կատարվել է բարերարների հաշվին։ Արենիում մեծ գումարներ են ներդրել նաեւ ամերիկյան Gfoiler հիմնադրամը, որի դերն ու կշիռն այս պատմության մեջ անտեսվում է։ Մեր հիմնական բարերարը այսպեսի մի քիչ նեղացած, ունի դիրքորոշում, ինքը ասում է ես դեմ չեմ։ Խնդրեմ, ճիշտ եք անում, իհարկե դա պետք է անել, բայց ինչու եք իմ ներդրած գումարով, այսպես ստեղծածը տալիս ինչ որ մեկին դնում մրցույթի, ոնց որ ասած ես եմ դրա հայրը, դուք մրցույթ եք անում իմ ծնողական իրավունքը ճանաչելու։ Բորիս Գասպարյանը հիշեցնում է, պետությունը չկար նաև այն ժամանակ, երբ թռչուններ քարանձավի մի հատվածում ռեստորանի կառուցման աշխատանքներ էին սկսվել։ Շինարարներին ստիպեցին հեռանալ հենց հնագետները, իսկ Արենիի քարանձավները լավագույնս օգտագործելու եւ չվնասելու համար պետք է սկսել հայեցակարգ կազմելուց, ինչը մինչ օրս չի արվել։
Այսօր դերասան ռեժիսոր Բոհեմ թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է։ Իսկ Նարեկ Դուրյանը սիրում է իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումով։ Նաև Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նրա ղեկավարած կուրսի ավարտական տարին է եւ սա ինչու ոչ նաև նրանց դիպլոմային աշխատանքը կլինի։ Երեք ասին պարոն Դուրյան, ինչ կլինի, եկեք միասին մի բան խաղանք։ Ասում դիպլոմային աշխատանք միասին դասախոսի հետ Չնայած երբեք այդպեսի ոչ ամբիցիաներ ունեմ, ոչ բան, եւ այդ մեկ բանը ես իմ հորից սովորել եմ երիտասարդներին օգնել, ճանապարհ տալ։ Գրեցին, բերեցին, կարդացի։ Հավանեցի, բայց եւ հասկացա, որ մի վախենալու բան կատարվեց։ Ասես մտել ենք մրցման մեջ։ Ես 50-անցս եւ 20 տարեկան ջահելները։ Ասացի նրանց, դուք չպիտի ինձ պարտվեք։ Հիմա համոզված եմ, որ չեն պարտվի։ Ես միշտ ասել եմ, որ շատ եմ վախենում հավանից, ծերանալուց եւ այլն, եւ որ երիտասարդներին տեսնում եմ, ես էլ եմ ուզում ու ինձ թվում է, որ այս ներկայացումով ես ծորվում եմ իրանց հետ։ Ճտերն աշնանն են հաշվում։ Ներկայացման հիմքում դասախոսի եւ նրա ուսանողների փոխհարաբերություններն են։ Հայրեր, որդիներ հավերժական թեման։ Իրականություն, որ դառնում է ներկայացում, որ միահյուսվում է իրականությանը եւ որ ամենակարևորն է խոսել բարձր արժեքների մասին մաքսիմալ անկեղծ ու առանց ավելորդ պաթոսի։ Նոր ձևաչափ, նոր մոտեցում, մասշտաբային ներկայացում, 25 դերասան մի բեմում։ Մտավախություն, թե ինչպես կընդունի հանդիսատեսը։ Կյանքս գնաց, շատ հոգնեցի։ Բայց ես ինձանից հպարտ կաշխատի, չի աշխատի։ Վերջապես չես կարող միշտ ներկայացում անել, մտածել եթե չաշխատեց չեմ անի։ Կարող ես քեզ թույլ տաս մի ներկայացում էլ անես, թող չաշխատի։ Ես այդպես եմ մտածում։ Այսօր ներկայացման փակ դիտումն է։ Պրեմիերան կկայանա մայիսի 3-ին եւ 9-ին։ Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավականու ընտրությունները այնքան էլ մեծ ուշադրության չեն արժանանում երևանցիների կողմից։ Մարդիկ հոգնած են եւ փոքրինչ հիասթափված նախորդ խորհրդանական ընտրություններից եւ մասնավորապես ընտրարշավից։ Բոլոր տեսակի խոսքերը, քննադատությունները, խոստումները արդեն իսկ հնչել են։ Հիմա դրանց կրկնությունը արդեն Երևանի կիրառմամբ կարծես թե ավելորդ է։ Ինչ են սպասում երևանցիները ավականու ընտրություններից։ Օրվա գլխավոր թեման։ Մայիսի 14-ի ավականու ընտրություններից երևանցիները սպասելիքներ չունեն։ Հարցման մասնակիցների գնահատմամբ իրականացվող բարեփոխումները մակերեսային են միայն մարդկանց աչքերը փակելու համար։ 50-50 հավանականությունն է, որ խնդիրները, որոնք առկա են ու պահանջում են հրատապլություն, իր լուծումը կստանա։ Քանի որ այսօրվա քաղաքապետը կառավարման 5 տարիների ընթացքում չասեմ ընդհանրապես որևէ գործունեություն չի ծավալել, բայց այն քաղաքի առկա խնդիրները, որ եղել են ու 5 տարի առաջ հիմա մնում են հիմնականում նույն մասշտաբի վրա չլուծված։ Երևանում ինչ կա որ փոխվի, մարդ կա որ փոխվի։ Կլինեն այդ փոփոխությունները, բայց էական ազդեցություն չեն ունենա ժողովրդի վրա, որովհետև այստեղ մենակ Երևանի փոփոխություն չի, ապրելակերպի համար ժողովրդի ընդհանուր հանրապետական մակարդակում մասշտաբով պետք է փոփոխություններ լինի։ Այդ դեպքում արդեն Երևանի փոփոխությունները դրական ազդեցություն կունենա։ Չնայած մեր համակարգացիները չեն հերքում, որ վերջին տարիներին Երևանում փոփոխություններ եղել են, բայց բազմաթիվ հարցերս նրանց դեռ մնում են չլուծված։ Նստում ես մարշրուտկա շախմատի ձին, ոնց է, այդ Խայտարակ վիճակա, տրանսպորտն են ուզում որ կարգին լինի, որ տաքսիները իրանց տեղը ունենան, ավտոբուսն ու երթուղայինները իրանց տեղերը ունենան, ոչ թե ժամերով մեկը մյուսին խանգարի։ Շատ անհարմար է, բոլորը առավոտ լղջում են փոքրիկ մարշրուտկաների մեջ։ Շենքերի վիճակը ահավոր է, լիֆտերի վիճակը ահավոր է։ Մեր լիֆտը մենք ենք փող հավաքել, մարդը 30,000 դրամ հավաքել են բնակիչները, որ լիֆտը վերանորոգել։ Քաղաքը կերպի մեջ կորում է, քուր ջան, էսի առաջվա Երևանը չէ, էլի։ Էս առաջվա Երևանը չի, Սովետից հետո Երևանը կորել է։ Որտեվ գեղացիկ եկել են տիրություն են անում, քաղաքը այդպես էլ պետք է լինի։ Երևանում ամեն ինչն էլ պետքա փոխվի էլի։ Ամենաշատը կեղտոտությունն է ինձ անհանգստացնում։ Վարորդները առիթն օգտագործում են բողոքելու կարմիր գծերից ու տեսախցիկներից։ Գայնում ենք, ուղևորը իշա մտավ խանութ, ուզում ենք սպասենք, չէ՞։ Իրան գալիս են, նկարում են, գնում են ու ասենք խոսքի դա տևել է 5 րոպե։ Իրան գրում են, թե ասենք խոսքի եղել է 10 րոպե կամ 15 րոպե, 100 դրամի տեղը 5000 դրամ է գալիս։ Արագաչափերը ես կասեի լավ են ոչինչ, որ արագ չքշեն, իսկ կամերաները կասեի որ հանեն այդ
անիմաստ տեղասա։ Իդեպ մեր հարցման մասնակիցները ծանոթ չեն առաջադրված ուժերի ծրագրերին, բայց գիտեն, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ՝ Հանրապետական կուսակցությունը, Ելք-Դաշինքը եւ Երկիր Ծիրանին։ Այս ընտրությունների թերևս ամենահետաքրքիր դրվագն է նոր քաղաքական ուժի Երկիր Ծիրանի կուսակցության դեբյուտը։ Նախկինում ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կողմից ղեկավարած այս կուսակցությունը կարծում եմ ճիշտ է վարվել մտնելով այս ընտրապայքարի մեջ։ Շատ հավանական է, որ ուժերը փորձելու որևէ այլ առիթ մոտակա 5 տարիների ընթացքում չի լինի։ Անկախ ընտրությունների արդյունքից դա լավ դպրոց կլինի երիտասարդ գործիչների համար։ Նորաստեղծ կուսակցությունը իհարկե ունի նաև խնդիրներ, բացի Զարուհի Փոստանջյանից, այնտեղ գրեթե չկան հասարակությանը հայտնի մարդիկ, ինչը իհարկե բացասաբար կանրադառնա այդ կուսակցության ճանաչելիության վրա։ Բայց դա կարելի է հաղթահարել այն դեպքում, եթե կուսակցության թիմը դավանում է միևնույն գաղափարախոսությունը։ Հրապարակային ելույթներում հանդես է գալիս միևնույն դիրքերից, միևնույն արժեհամակարգից ելնելով։ Երկիր Ծիրանին այդ խնդիրը առայժմ կարծում եմ չի լուծել։ Նախ այնքան էլ պարզ չէ, թե որն է կուսակցության գաղափարախոսությունը։ Մեծ հայքի եւ համայն հայության մասին խոսակցությունները գաղափարախոսության ինձ թվում է չեն ձգում։ Բայց եթե նույնիսկ ձգում են, ապա Երևանի ավագանու ընտրությունների համար պետք են ավելի կոնկրետ գաղափարներ։ Չնայած կուր թիմ ստեղծելու եւ պատահական մարդկանց չընդգրկելու համար կուսակցությունը օբյեկտիվորեն շատ քիչ ժամանակ է ունեցել։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Տիկին Փոստանջյան, որն է ձեր կուսակցության գաղափարախոսությունը, շատ կարճ իհարկե, հա, եւ արդյոք այդ գաղափարությունը կիսում են ձեր կուսակցության անդամները եւ ավագանու ցուցակի անդամները։ Գաղափարախոսությունը դա ազգային ազատական գաղափարախոսությունն է։ Իհարկե մեր ավագանու անդամները կիսում են հիմնական դրույթները, միգուցե կարող է ունենան այլ նաև մոտեցումներ, բայց դրանք վերաբերվում են մարտավարությանը, այլ ոչ թե ընդհանուր ռազմավարությանը։ Կուսակցության ցուցակի մեջ կան նաև անկուսակցականներ, նրանք նույնպես ինչ-որ համադրել են իրենց մոտեցումները։ Իհարկե համադրել են, համակրել են, այդ իսկ պատճառով է ներգրաված են մեր ցուցակի մեջ։ Խոսվում է ձեր կուսակցության եւ ցուցակի անդամները խոսում են, ասենք, մեծ հայքի կամ նման մասշտաբային գաղափարների մասին, որոնք ընդհանուր առմամբ հետաքրքիր են, բայց արդյոք դրանք համադրելի են Երևանի ավագանու ընտրությունների հետ։ Ամեն ինչ համադրելի է։ Եթե մենք ասում ենք, որ մենք սկսում ենք Երևանից, ազատագրումն ենք սկսում Երևանից, ապա ազատագրումը պետք է տարածվի մեր ողջ հայրենիքով, հետևաբար ամեն ինչ համադրելի է։ Եթե ձեր կուսակցության անդամները դուք եւ եւս մի քանի հոգի դառնաք ավագանի, դուք վերցնելու եք մանդատները, թե կվերցնեք մանդատները միայն այն դեպքում, եթե մեծամասնություն կազմեք։ Մենք գնում ենք վերցնել քաղաքապետարանը եւ մանեցնել իշխանություն, որը բխում է մեր ժողովրդի շահերից եւ երևանցիների շահերից։ Այսինքն դուք ուզում եք վերցնել մեծամասնությունը։ Մենք վերցնելու ենք մեծամասնությունը։ Ես խորհրդանական ընտրություններից առաջ 9 կուսակցությունները նույն բանն էին ասում, բայց վերցրեց մեկը։ Այսպես ասենք։ Մեկը չի վերցրել, դուք կարծում եմ համոզված եք, որ մեկը կեղծել է եւ գողացել է։ Հա, հիմա նույնը չի լինի։ Տեսնենք, ժողովուրդը պետք է ինքը իր ուժերին վստահի, հավատա եւ վստահի եւ հավատա այն մարդուն, ով ցանկանում է իրեն դուրս բերել այս վիճակից եւ նաեւ քաղաքը դուրս բերել այս վիճակից եւ մաքրել քաղաքը։ Սա մեծ հսկայածավալ աշխատանք է եւ այդ աշխատանքը իզորու է իրականացնել միայն այն ուժը, ով ունի մաքուր ձեռքեր, մաքուր սիրտ եւ մաքուր ոգի։ Բացի ձեզնից ճանաչում են մարդիկ ձեր ցուցակի անդամներին։ Իհարկե ճանաչում են, որովհետև ցուցակում ներգրաված մարդիկ այնպիսի ոլորտներն են ներկայացնում, իրենց մասնագիտական ոլորտները, որը անհրաժեշտ մասնագիտություններ են եւ ունեն բավականին մեծ համայնք իրենց շրջապատում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Իսկ այժմ Ամեկ պլյուսի ընտրական օրացույց շարքը, ինչ է տեղի ունեցել Երևանի ավագանու երկու նախորդ ընտրություններից 18 օր առաջ։ Հույդա համասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը ասել է, որ
Մայիսի 31-ի հաղթանակը լինելու է արդարության հաղթանակը, լինելու է յուրաքանչյուր հայի, քաղաքացու, երևանցու հաղթանակը։ Մեկ այլ դաշնակցական Հրայր Կարապետյանը ավելացրել է, որ Հոյդան այն ուժն է, որը երբեք մեկ այլ քաղաքական ուժի չի քննադատել, թեև իրեն ամեն կերպ փորձում են ճնշել։ Միևնույն է, դա ձախողվելու է, քանի որ Հոյդան այսօր ընդդիմություն է եւ անկաշկանդ է, ասել է Հրայր Կարապետյանը։ Ընտրական օրացույց։ Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավի առաջին օրերին անցկացված հարցումներով հանրապետականը կարող է հավակնել միայն երրորդ տեղին, մինչդեռ այդ կուսակցությունը Աջափնյակում անկաշկանդ է։ Հայտնի դեմքերը վստահեցնում են, որ Գագիկ Բեգլարյանը շատ կարճ ժամանակում խելքի է բերելու Երևանը։ Հանրապետական կուսակցությունը իրոք մտածում է ժողովրդի մասին։ Ես հավատացած եմ, որ Բեգլարյանը իրեն խոսքեր կամուն չի տա։ Մեզ պաշտոններ պետք չեն։ Քաղաքապետի տեխնացու Գագիկ Բեգլարյանի քարոզարշավին անպակաս են երեխաները, ծնողները տարօրինակ ոչինչ չեն տեսնում։ Երեխաները իմիջիայլոց հետաքրքրվում են ներկայիս իշխանությունների վարքով։ Քարոզարշավի այսօրը իշխանությունները Վարդաշենի մեկուսարանից ազատ են արձակում մարտի 1-ի գործով մեղադրվող Շանթ Հարությունյանին, պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարելիս Շանթը անմեղ սունակ էր։ Եթե ես չեմ գիտակցել վտանգավորությունը, թող Կոչյանի ասեի սրան սպանեք, նրան բռնաբարեք կամ չգիտեմ ինչ էլի, ընդհակառակ ես փորձել եմ այդ իրավիճակը կանխեմ։ Հայ ազգային կոնգրեսի ավականու ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի այսօրն ավանում է։ Երկու օր առաջ այս համայնքում կոնգրեսի 3 կնոջ վրա հարձակում էր տեղի ունեցել քարոզարշավ իրականացնելիս։ Երբեք ես չէի կասկածում եւ չէի հավատում, որ հայ տղամարդը, հայ երիտասարդը իրեն մոր տարիքի կնոջ վրա ձեռք կբարձրացնի։ Մի խումբ ավազակներ, տգետ, ստոր, նվաստ, բռնակալ, ազգադավ, ինչ կուզեք ասեք, զավթել են իշխանությունը, զավթել են 98 թվականից և որոշել են, որ այդ իշխանությունը ոչ մեկին չպետք է տան։ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո Ավան համայնքում կոնգրեսի իրականացրած երթը խաղաղ ընթացք չի ունենում, երթին միջամտում են կարմիր բերետավորները։ 2013-ի ավականու ընտրությունները Բարև Երևանը սկսում է Շենգավիթ համայնքից։ Ես Արմեն Մարտիրոսյան եմ, Բարև Երևան դաշինքի առաջին մարդ։ Արմեն Մարտիրոսյանը չի կասկածում, որ ավականիում իր դաշինքը լինելու է մեծամասնություն, եթե ընդդիմությունն էլ միավորվեր, վատ չէր լինի։ Ես չգիտեմ ով է ընդդիմություն։ Քարոզարշավի մասնակից առաքելություն կուսակցությունը վստահ է, որ հենց իրենք են վերցնելու մեծամասնությունը, որքան էլ մյուս քաղաքական ուժերը պատռում են առաքելության քարոզչական պաստառները կամ ծածկում այլ քարոզչապաստառներով։ Մենք նախկինում չենք եղել իշխանություն, մենք մարդկանց չենք խաբել, մենք ոչ մեկից ոչինչ չենք խլել։ Քարոզարշավի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում քննադատել մյուս ընդդիմադիր ուժերին։ ՀԱԿ-ի քաղաքապետի տեխնացու Վահագն Խաչատրյանը վստահեցնում է, Սերժ Սարգսյանից բացի իրենք քննադատության այլ թիրախ չունեն։ Հայաստանում որևիցե ծրագիր, գաղափար, որը միտված պետք է լինի քաղաքացու բարեկեցությանը բարձրացմանը կամ ընդհանրապես իրավիճակի փոփոխությանը, այս իշխանության համակարգում հնարավոր չի անել։ Ավելի լավ Երևանի գաղափարախոս հանրապետականի քաղաքապետի տեխնացուն 2013-ի քարոզարշավի հերթական օրը սիրո խոստովանություններ է ստանում տարեց կանանցից։ Ամենալավերին, ամենաընտրյալներին արժանի տղա եմ։ Շատ սիրում ենք ձեզ։ Որտեղ գնաս ես 72 տարեկան կին եմ, քո հետևից քայլող եմ նա։ Շնորհակալ եմ։ Այսքան քաղաքապետ են աշխատել, ով արել, որ մի տարվա մեջ դիսկան կոր։ Դու լավ մարդ ես։ Տարեցները շարունակում են, մենք քո թիկունքին կանգնած ենք, դու իսկական հայ ես, արժանի ես քո անունին Տարոն ջան։ Նուբարաշենի աղբանոցից մի քիչ հեռու քարոզարշավ իրականացնող Տարոն Մարգարյանի քարոզչության թեման Երևանի աղբն է։ Աղբավայրը, որը Սովետաշենում կա, մեր ծրագրերում ընդգրկված են, մենք աղբավերամշակման գործարան պետք է բացենք, որ նուբարաշենցին կարողանանք բայել կյանքով ապրի իր վարչական շրջանում։ Աղբը նաև Բարգավաճ Հայաստանի օրվա քարոզչական թեմաներից է, կուսակցությունը սկսում է Երևանից աղբին գումարելով ասֆալտապատումը, խաղահարապարակները, ջրամատակարարումը, վերելակները եւ տրանսպորտը։ Սկսենք Երևանից ասելով, մենք նկատի ունենք, որ մենք պատրաստ ենք պայքարել այն բոլոր երևույթների դեմ, որ հետ մենք համաձայն չենք, որ հետ համաձայն չեք նաև դուք։
Երևանի քաղաքապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ երթուղային գազելներից ելք կա, սակայն փորձը ցույց է տալիս, որ կանգառներում մի քանի քաղաքացի պետք է իջնի գազելից, որպեսզի այդ ելքը իսկապես գտնվի։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ IF+-ը կշարունակի իր աշխատանքը վաղը։ Տարամ Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան լիֆտերից, կաթող տանիքներից, փոշու եւ աղբի ամպերից ելք կա։ Успокойся, успокойся. У тебя есть выход. Ты должен пойти и признаться сам. Сам. В чем? В измене.